Ինչպես գաք Չինաստան։ Այս հարցից երևի բրծում չունենամ ես ստենցել, դրա համար մանրամասնել է պետք։ Մի քանի անգամ դա թեմայով տեսանյութեր եմ նկարել, իմ ալիքում կա։ Ու որոշել եմ այս անգամ արդեն մի հատ մեծ տեսանյութ նկարեմ, լրիվ մանրամասնորեն պատմեմ, թե ինչ տարբերակներ կան Չինաստան գալու ու ինչ տարբերակներ կան Չինաստանում երկար մնալու։ Դրա համար, եթե չեք հետևում իմ ալիքներին, YouTube-ում ունեմ մեծ ալիք։ Տակը անվանման մեջ ես թեգս կթողեմ, այդ թեգով իմ ալիքը գտեք, մեծ տեսանյութերի ալիքը։ Այնտեղ հետևեք ալիքին։ Խոսք եմ տալի ամենաուշը 3 շաբաթից, քանի որ այս հաջորդ շաբաթում եմ տեսանյութ պլանավորված, 3 շաբաթից դրա մասին մանրամասն պատմելու եմ։ Հիմա դες ասեմ ինչի որոշեցի ես տեսանյութը նկարել, քանի որ գիտեք օրական քանի նամակ եմ ստանում այդ նույն հարցով։ Չնայած որ այդքան տեսանյութ եմ նկարել, չնայած որ այդքան մեծ տեսանյութերի մեջ եմ խոսացել, էլի ժողովուրդը շարունակում է այդ հարցը տալ, դրա համար այդ ամեն ինչը մանրամասն երկար տեսանյութով կպատմեմ, ինչ վերաբերվում է իմ անձնական տարբերակին, թե ես ոնց եմ եկել այստեղ երկար մնացել։ Նույնպես այդ տեսանյութի մեջ սաղ ցույց կտամ ժողովուրդ ջան, սաղ կպատմեմ իմ աշխատանքի մասին, ամեն ինչի մասին։ Դուք անցեք այնտեղ ալիքս գտեք, հետևեք, 3 շաբաթից մոտավորապես տեսանյութը պատրաստ կլինի։ Մեկ էլ ներողություն եմ ուզում խնդրեմ ժողովուրդ ջան, ես ուղղակի ֆիզիկապես չեմ հասնում, հնարավոր չի այդքան նամակի պատասխանել նույն հարցը տրված նամակներից 99%-ը նույն հարցն է տալիս։ Մի քանի օր չեմ մտնում սոցցանցերս, հետո մտնում եմ մի 100 հատ նամակ կա եկել ժողովուրդ։ Դրա համար ում չեմ պատասխանում, հազար ներողություն, ուղղակի չեմ հասցնում ժողովուրդ ջան։ Նես որ հարազատներ ջան, հետևեք, ամեն ինչ կպատմեմ, այդ որ հարցեր եք տալի առանց ուսման, առանց դիպլոմի եւ ոնց կանք եւ այլն, մի տարբերակ կա, դժվար տարբերակ է, այդ մի տարբերակի մասին եք խոսամ, այնպես որ գնացեք գտեք, հետևեք, շուտով տեսանյութը պատրաստ կլինի։ Հեսա տեսախցիկը ստանում եմ, որ նկարեմ ամեն ինչ, աշխատանքի եմ գնում։